Եվ ընկեր Էրդողանը էս էլ ասեմ, ես այս հատվածը խտրում եմ կտրեք եւ տարածեք, ընկեր իմ ադմիններ, խտրակ, սա որպես հրաման եւ խտրակ։ Ընկեր Էրդողանը, որ հլում հայտարարում է, մենք ոնց որ լուծեցինք Ղարաբաղի հարցը, տենց է կլուծենք Իսրայելի հարցը, եւ ոչ մեկ չի ասում, ընկեր Էրդողան, դու այդ հարցը չես լուծել պատերազմով, դու լուծել ես քո շպիոններով, քո լրտեսներով, դուք սա լուծել եք կաշառելով Սերժ Սարգսյանին, կաշառելով Նիկոլ Փաշինյանին, բերելով դելով ագենտ, եւ այս բոլորով հանդերձ կռվել եք հայ զինվորի դեմ կռվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, հայ զինվորի դեմ կռվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալի ծետը, հայ զինվորի դեմ կռվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան եւ հայ զինվորի դեմ կռվել է ադրբեջանական զորքն ու բանվասկանները եւ միայն դրանից հետո 44 օր հետո դուք կարողացաք հասնել ձեր նպատակին։ Հայ զինվորին դուք թույլ չեք տվել որ կռվի։ Քերբաջարը դու վերցրել ես առանց կրակոց, Էրդողան։ Ղարաբաղը դու վերցրել ես առանց կրակոց։ Ղարաբաղի ղեկավարությունը $1.5 միլիարդ սպառազինությունը չօգտագործեց ձեր դեմ։ Ժողովրդին դուրս անեցիք լերուսում դուրս գնար։ Էնել ռուսները վեկալա տվին Թուրքիա տարակցին Բաքվի դեպ ու դերակցի սատկեն դրանք, որտեղ դրանց պատճառով գնաց Ղարաբաղը։ Իսկ Իսրայելում Նիկոլի ու Սերժի նման կամ Ռոբիկի նման բոզի տղեկ նստած չկան, կարող է 1-2 գործակալ Իսրայելում ունենաս։ Էն է շուտ հոչ Մոսադը բռնելու ծոցոցնեի։ Դու Իսրայել չես կարող ոչնչացնել, Իսրայելը կոչնչացնի քեզ, բեղավոր գանտոն։ Շուտ թե ուշ կոչնչացնի, Թուրքիա չպիտի լինի։ Դուք եկողներ եք այս տարածաշրջանում 1453 թվականից սկսած։ Ինչ եկեք այդ տարածաշրջան, զարթելով Կոստանդնուպոլիսը ու կողի հարևան երկրները օր արել չեք տվել ոչ արաբներին, ոչ հույներին, ոչ հայերին, ոչ վրացիներին, ոչ մեկի, ոչ հրեաներին, կոտորի եւ ոչ քրդերին։ Բոլորին կոտորել եք։ Եկե ու չեք եկե։ Այսօր դու եկել ես խոսում ես ժողովրդավարությունից կամ չգիտեմ ինչից ընկեր Էրդողան։ Դու հայ զինվորին չես հաղթել։ Ղարաբաղի հարցը դու լուծել ես նորից եմ կոմունիստների Սերժի եւ Նիկոլի Թմի ու Նիկոլի նման բոզի տղեկի, որոնց որ դուք փողով առել եք, բերեկողել եք իշխանության եւ այն Ռուբենը շպորրիկի ծնունդա, դրա նմանն էլ Բերգզի ազգային ժողովի նախագահ։ Այդպես եք լուծել շուտ, թե դրանք բոլորը կանգնելու են ժողովրդական դատարանի առաջ։ Народный суд Սովետի ժամանակ արտենցան Շոխտակ, Վիլիկայա Տրոյկա, այ կանգնելուն այդ Վիլիկայա Տրոյկայի առաջացան հետևանքների մասին բնականաբար գիտեք, ինչ անում Վիլիկայա Տրոյկան 37 թվի։ Հիմա հելել է Իսրայելի վրա մատթապտանել եւ Հայաստանից որևիցե միակ քաղաքական ուժ չի լմասում այ Գանտոն։ Դու ո՞նց վեկալար Ղարաբաղը։ Դու ո՞նց վեկալար Քելբաջը, առանց կրակոցի Քելբաջը հնալա Շուշին, ճամփեն բացինացին համեցեք։ Ու այսքանից հետո հապարտանում է թե այո դուք վեկալեք մենք ճանապարհով, բայց ոնց որ ասում է победитель դեսուզը։ Այդ տուն դրակիր ընկեր Էրդողան չի անցնելու Իսրայելի նկատմամբ։ Ես հասցված եմ կանչում որ Իսրայելի դրոշը մյուս ծածավի Ստամբուլի գլխին։ Խախպի տղեկ։ Ինչևից է դուք ինքներդ նայեք, որ այսօր Հայաստանում ընդդիմություն չկա, գոյություն չունի։ Տաշին ասում է ես եմ ղեկավար, դու քոտամ ես ղեկավար չես, չանո, խե դու կարաս ընդդիմություն ղեկավար ես ընկեր Տաշիշ։ Նույն օրը, նույն վարքյանին Աննա Վարդապետյանի նման ագարկեն ֆեդերալ նշանակության ֆորնիկը իա դլոն կտաշի քո դեմքին, կասի տաշիշ դլոս, անասուն տուպոյ կյոտ։ Ընդդիմությունն ուզում կամ քոչոլ։ Նույն վարքյանին քերական գործերը ոռնացած կուղարկեն Վարդաշեն։ Չկա ընդդիմություն։ Եթե ընդդիմությունը իսրա Աննա Վարդապետյանի նման ագարկին կասեն խախպի տղայից կամ փոխկեզ որդից, որ մի հատ էլ մարդ ունես։ Այդ դոտն ընդդիմություն Աննա Վարդապետյանը նայած կտտացնի դոտին ուղեղի միջից, եթե այնտեղ вообще ուղեղ կա, մազանոթերը հաշատ է կտրակեն եւ դոտ ամենակարևորը։ Ես համոզված եմ, որ մի գեղեցիկ նոր տարի քո սախ խնամիները նամանավանդ ես գալու եմ քո տուն այն մեծ կմբետի տակ նստեմ կնգատ կողը ջավայրի ես ջավայրին հարգում եմ ջավայրը մերը նստելու է դաշնամուրի մոտ բայց սախ խնամիները նոր տարվա հերոսների դիմակներով Կայլի, մալի, ինդեղ տելեպուզիկ բան մտնելու են էմյալ երդուսուկ է պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես այդ իրացության տակ տիկի ռոզա նվագելու է խնամիները հատ գալու են քո զալի մեջտեղը շռեն վրետ
Սա հերթով, իշքան խնամետ ունես, մենք ես են սարտալով ձունիկներ, կամիր փուչիկնի, այդպես բաներ թապայելով ուրախանալու ենք այդ նոր տարին։ Երևի 27 թվին ալ, ու ես ասել եմ, Happy New Year, բոզի տղա, այս կանը, շնորհակալություն, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ահա եւ ես այստեղ եմ, մի փոքր ուշացումը, բայց դա մեր մեղքով չէր։ Գիտեք որտեղ ենք գտնվում, համակենտրոնացման ճամբարում։ Եվ այսպես մենք ստեղ ենք, պատրաստ ենք պատասխանելու մեր, այսպես ասած, տելեգրամյան լայվի մասնակիցների հարցերին։ Լսում ենք, հնարավորություն կեսակտայտ ադմինը ձեր հարցերը ուղղելու։ Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Գավառի տիպակազվեից Մոսկվա։ Տանենք, Լևի տանենք։ Ալո, բարև ձեզ։ Վերջապես, ստո բարև ձեզ։ Բարև ցավը տանին Վարդան Ղուկասյան ջան։ Բարև ձեզ, Գյումրին է խոսում, լսում եմ ձեզ։ Հայազգա ինքնից սպասում է աչքերը ճուտ կդրած։ Ամեն օր Աստծուն աղաչում ենք, որ դուք այդ կամ բան, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ես էլ եմ այդ հույսով։ Այս անհամբեր սպասում ենք, անհամբեր, այնքան մարդ կա սպասող, ուղղակի էլ ասելու չի։ Դե, նայեք տեսենք ինչ կլինի, դեմոկրատական երկիր է, սպասում ենք։ Եղավ, Վարդան Ղուկասյան ջան, մեզ բոլորիս է Շնորհակալ եմ ձեզ։ համբերություն։ Շնորհակալ եմ։ Ողջություն։ Ձեզ նույնպես։ Հաջորդը։ Ալո։ Ալո, բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք, ձեր առողջականը ոնց է։ Պարոն Ղուկասյանը մարտական է, առողջականը լավ է։ Այն որ ասում է տրամադրված ենք շատ խիստ մարտական, տեսնենք ինչա լինում։ Դե նույնն մենք ենք տրամադրված, պարոն Ղուկասյան։ Դա լավ է, որ դուք եք տրամադրված, որովհետև եթե ժողովուրդը տրամադրված չի, դա շատ վատ է։ Անտարբերությունը ամենամեծ հանցագործությունն է եւ իհարկե չափից ավել միամտությունը։ Պարոն Ղուկասյան, դու մեր հրամանատարն ես, մեր վարչապետն ես, մեր ամենասիրած հայրենասեր մարդն ես։ Դրա համար էլ մենք այսօր ձեր կողքն ենք։ Շատ շնորհակալ եմ։ Մենք սպասում ենք անհապաղ, որ ձեզ ազատ արձակեն ու ասեք ոնց ձևեր անեն։ Շնորհակալ եմ վստահության համար։ Ավելի ինձ դա պարտավորեցնում, սերի ժողովուրդ, ցենց ասեմ։ Հաջորդը։ Ալո։ Մենք ամբողջ ժողովրդով ձեր հետ ենք։ Այ շատ շնորհակալ եմ։ Ավելի շատ ոնց որ բան լինի, բարեմաղթանքների Ալո։ Ես մի բան պիտի ասեմ։ Պարոն Ղուկասյան, մի հարց կարելի է Արցախի հետ կապված։ Այո, տվեք, վերջապես հարց տվեք, հա։ Պարոն Ղուկասյան։ You have 1 minute left. Մի րոպե, այդ հարցը պահեք, ես նորից գամ, որովհետև 15 րոպե ես ալո էի ասում, իմ ժամանակը բանը սպառվավ, մնացեք գծի մեջ, սպասեք, հեսա Եղավ, սպասեմ, պարոն Ղուկասյան, սպասում եմ։ Սպասեք, ավելա, թե ժողովուրդը հավաքվի, այդ միկրոֆոնները բացվեն։ Ալո, մենք վերադարձանք, այսօր լսում ենք Արցախի վերաբերյալ հարցով էր ուզում տալ։ Ես եմ պարոն Ղուկասյան։ Լսում եմ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն 44-րդ պատերազմին Ահա։ Հավանի պատերազմը դրեցով իշխանությունը բերեժող
Այս այսօրվա իշխանությունը որ բերեց մեր երկրի։ Ես կոնկրետ Ջաբրայելի հատվածում եմ եղել սեպտեմբերի 27-ից։ Ու մինչև հոկտեմբերի 5-ը մեր զորքը 3 կիլոմետր առաջ է եղել։ Աշկերտով տեսած եմ ասում։ Ու գեներալներ կան, որ 3 գեներալ էին այդ պատասխանատու։ Բոլորը գիտեն, 3 գեներալ էին այդ հատվածի պատասխանատու։ Մեզ խապեցին, հետ տվեցին, ասեցին հետ եկեք վակումային ու միջև այսօր այդ վակումային զենքի կոնտրոլ էին դնում էինք առաջ խապեցիք հետ վերիկ որ 700 ռոկուց ավելի տես ովեցին մեր տղերքից այսօր ոչ մեկ պատասխան չի տվել դրա համար այս դե Չեբայովի շո մեկը մի բան ախոսում Վրաստանում է այսօր լիքը հայրենաց պարտիկասեն ոչ թե վախենում են գնանստել ուղղակի չեն ուզում այս իշխանության ժամանակով գնանի շո մեկ ասում են փախնում եք խեք փախնում Գատ արդեն ոչ մի արդար դատավարություն չկա։ Ով էլ որ այդ հատվածից փախավ, այսօր պաշտոններ են վայելում։ Նույնը մենք ինձ ասենք առաջարկություն անարե, եկեք այս պաշտոն տանք, ես չեմ ուզե, ասել եմ չեմ ուզում։ Այդ տղեկը ասենք զոհվեցի, մենք եկանք ստե պրեմիաներ ստանանք կամ չգիտեմ երկու հատ մեդալ ստանանք, ես մեդալ եմ վերցրել, ոչ էլ իմ պրեմիան է։ Ասած մեր լեզվով ես թքած եմ ուրեցել։ Այսօր ոչ մեկ ասենք պատասխանատու չի, ասենք այդ բոլորը գիտեն, մեկը Տիրան Խաչատրյանն էր գեներալ, որ եկել ծիծաղում էր մեզ ասper կարող օպերա եկեք, բա պատերազմը առաջ են գնում քեզ հետ տալի մեզի։ Ահա։ Ասենք ես եմ ուզում ասել, պարոն Ղուկասյան, մենք սպասում ենք արդար ասենք իշոր փոփոխություն լինի, դուք որ ասենք ես որ միկը բաներ ոչ մեկ ասենք պատասխանատվություն չի կրել։ Հարգելի իմ զինվորական Ուրեմն ամբողջ դժբախտությունը կարող է Ես կուսակցության անդամ եմ, պարոն Ղուկասյան։ Ուրեմն հարգելի իմ կուսակից ընկեր, հարգելի հայ մարդ, հարգելի զինվորական, ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ այս 44 օրյա պատերազմը դա բուտաֆորիա է, դա սարքած պատերազմ էր եւ հայ զինվորի դեմ կռվում էր ոչ թե մենակ թուրքը, ոչ թե մենակ ադրբեջանցին, այլ նաեւ Հայաստանի իշխանությունը, դա ակնհայտ է արդեն, դա ապացուցելու կարիք չկա։ Եվ միակ մարդը, միակ խելապակասը, միակ ցալապակասը, չգիտեմ, ինչ ուզում եք իմ անունը դրեք, ով որ ասում է, որ պիտի ես բոզի տղեկ, ուրիշ կե բնանավոր չցնած անվանել, գնդակահարվեն ու դատվեն մինիմում, դա Վարդան Ղուկասյանն է։ Ուրիշը տեսնում է այսօր տաշից կոչված երևույթը, հելավ ասում է ես եմ ընդդիմության լիդեր, դու իմ քաքը կերել ես, թե դու ընդդիմության լիդեր ես, էսի մեկ։ Մանդատները վեկանավ, հեսա կգնա կնստեն ազգային ժողով, պրեմիաները կստանան, ուխայ կանեն, էլի կլեն կնկնեն փողոցները կարող է 1-2 անգամ Սաթումանյանն է, Սամիրյանն է, իրանք ասես ընդդիմությունն են, այդ ընտրակաշարք բաժանողը։ Հիմա Տաշիրը կամ Հասաբուկերենը պիտի Նիկոլ դատի, իհարկե ոչ։ Ռոբերտ Քոչարյանը պիտի Նիկոլ դատի, Ձեր դները լվացնել են։ Արմատի մարզում դուք շատ ձեներ եք ունեցել, պարոն Ղուկասյան, թե գյուղերում, թե քաղաքի մասշտաբով։ Ահա։ Էդի գիտենք, հիմա մարդիկ գնացել են ասել են բուլեցին չկա, ով բուլեցին չկա։ Միակ մարդը, ով որ ասում է, սրանք պիտի դատվեն եւ եղել է մեծ պետական դավաճանություն, էդի ուրիշ ոչ մեկ չի ասում, ու էդի բանը թափերական ասված դատական process չի լինելու, տնային տարիներով դատ ձգեն, փաստաբանը ռակով հիվանդա, դատավորը ծննդաբերումա, չէ։ Էլ կա սովետի ժամանակ Великая Тройка, խփի Google-ի հիմա ինչ է նշանակում Великая Тройка սիստեմով, շփթփ, սա եղել է պետական դավաճանություն, սա պետական դավաճանությունն է, եւ այո, ճիշտ ես ասում, այսօր որ մեկը պիտի գնա նորից կռվի, եթե գիտի, որ բանը գեներալիտետը կամ կառավարությունը տրամադրված է բանակի դեմ։ Մինչև այս վերնախավը չմաքրվի, չուղակվի համակենտրոնացման ճամբարներ, մինչև մասսայական չմաքրվի, ստերիլիզացիա տեղի չունենա ակտահանում, քաղաքական դաշտում, մենք չենք կարա մեր հակառակորդի դեմ կռվենք,
չեն կարա, ոչ կարան կռվենք, ոչ կարան բանակցենք եւ այլն։ Սա թրկահապատակի իշխանությունն է։ Եկավ Յասև Գործարը, շնորհակալություն Ջամալ Սերսակսյանին եւ Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյան Պորրիկին, որն ամենառաջին ասել զոհվել են հանուն ոչինչի։ Մասը ճիշտ ասեց։ Դե բոլորը մոտքովներն են դառան ասել փողատեր էպիսագոլ հասկանալի է։ Այսօր ա եղել պարոն Ղուկասյան, կակած խոսակցություն, որ մարդիկ Սամոյի կողքը կանգնած են եղել Սամվել Կարապետյանի։ Փոշմանել են, գլխներն են տալով, ասում են միշտ ասեն խոսակցություն եղա, ամեն տեղը ձեզ պաշտպանել եմ։ Ասում են ախպեր ճիշտ ես ասում, որ միակ ռադիկալ մարդը, որ գտար սրանց հերականություն մեր երկրի տես մարդապետ, այդ մարդը Վարդան Ղուկասյանն ա եղել։ Այսօր մարդիկ փոշմանել են, բայց ասենք որ ասում են զապիկից հետո կարվիցու այդ առնայց Փողերը վեկալան մայկա տրուսիկ լիպչիկի խաթեր գնացին ընտրեցին, հիմա ընկել են քախը, ասում են մեզ վիճակը սենցա։ Շատ ներողություն, դուք մեզից չեք ուզում հիմա։ Լայվ։ Դուք մեզից չեք ուզում հիմա։ Հենց կնաս ընտրելեք եւ այլեք հիմա մի տարի հետո, մի տարի հետո նրանք կնանք իջալ։ Բայց Սամվել Կարապետյանը խոսալ չգիտի, խոսալ։ Դուք չեք տենը մեծ մարդը չի կարում խոսալ։ Դուք ո՞րտեղ եք տեսնել օլիգարխը մտածի երկրի մասին։ Այդպես օլիգարխ չկա։ Չկա այն մարդ, կամ Դոդի Գագո։ Դոդի Գագո հրապարակային փոզի տղա է։ Դոդի Գագո եթե հենց հիմա Telegram-ի լայվի ժամանակ ասեմ եմ Դոդի Գագո դու բոզի տղա ես։ Եթե Դոդի Գագոն ուզում է աչոտ ստանա, դու հəli եթերով ասի դուք աչոտ եմ ուզում քեզնից, եւ այդպես ես իր աչոտը պուբլիչնի տամ։ Բայց ես ինքը даже չմի անգամ չելավ ասի, չես ընձի ասեմ բոզի տղա, ուբիդի տարա, ես հիմա գողական լեզով եմ խոսում, որ շատ տոպոյն է հասկանալ, բայց ինքը այդքան տղա չկա, որ ինձ ասի, ատվետ դու ասած, ես իր ատվետը կարամ տալ, տամ ու հասած եմ, որ ինքը բոզի տղա է, բայց ես մասու գնեմ ձեն են տալը, կամ Քոչարյանին դուք տեսակ, ինքը տարի նստա պարլամենտում, այո ոչ, հայակավեյով, սա ախազնես պրծավ, այդ են Քոչարյանը, որ Ձեր ասենք ծառայությունը, ձեր աշխատանքը, ես ասենք ժամանակին ասենք տեսել եմ, լսել եմ շատ լավ, ասենք 2016-12 թվերին։ Ասենք ես այդ ժամանակ Ժայել տղան եղել, ես էլ եմ նույն ձևի աշխատողով եմ, շատ եմ լսել դեր մասին։ Այսօր ասենք ինչ-որ մի հատ Վահագը, չգիտեմ, մի հատ ասենք պատգամավոր կա կպեի։ Ասենք ծառայած բանկա բուտունք եք այդ քոսոս ոչնոտները վայգու որ ծառայել են։ Ինքը ասենք թողել իրան նայ, այսօր ինքը հետում Դոդի Գագոն ինչ ասես ասма դրանց չեն կարող բան ասել։ Ասենք ձեր նման ասենք այսօր լիդեր մարդու կար ասենք Դոդի Գագո կամ ինչ-որ մեկը հակաճառի։ Բայց իրանցից չեն կարող ասել։ Ես խնդրում եմ քեզ մեկի ցույց տուր այսօր այդ նույն լիդերներից, ով սենց ժողովրդի հետ մտնում է բաց հարցոպատասխանի մեջ։ Հելավ են Իսրայելի նման երկիրը ցեղասպանությունը ճանաչեց։ Թեկուզ իա օկտի համար, բայց ճանաչեց, չէ։ Արա մեկը շնորհակալություն չայտներից։ Հələ բացատրություն է։ Մեկը չի լավ ասեց, ապրեց Իսրայել։ Չկա, այս մարդիկ իրանց գրպանի համար են մտածել։ Ուրիշ ոչ, այս ժողովուրդը ես չգիտեմ ո մարմնի ո՞վ է մտածում։ Աշխատում են, չեն կարող վերբով կանեն։ Չկա։ Զինվորական են եղել, նույնը ես եմ եղել։ Մարդու որ ասեն ուզում էր վերբով կանել, ինչ-որ մի տարածքի օպերի կամ խաղայնի, ուզում էր մարդու վերբով կանել, այդ տարածքի տեղեկությունները շատ դժվարություններով են։ Չեմ ստացել, թե որ ասեն մեկի, այս թուրքերը այսօր երկրի ղեկավարն է վերբով կային արել։ Սանես դաչը վիլա պատել եմ, նրա մար այսօրին էին։ Դուք եք ուտում։ Ձեր մեջ էր այսօր ժողովուրդը։ Այսօր Հայաստանով ղեկավարումը բաց էի բաց։ Վերջացավ։ Բաց։ Հաջորդ հարցը։ Հնարավորություն տակ մյուսներին էլ թողոսան, որ չասեն այդ մի հոգին էր։ Ասեք։ Հայ ալք, հայ ժողովուրդ, ճիշտ ասած ես դե լայվերից մեկում հայտարարեցի մինչև ընտրությունները, որ ինքը լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու է այդ ոչխարը։ Հիմա ես ձեզ
իհարկե հարց ունեմ, բայց ձեզանից պահանջում եմ կուսակցության թիմից եւ ձեզանից խնդրեմ որ հայտարարություն անեք այն մարդիկ, ովքեր դեմ են այսօրվա ղեկավարությանը առանց կուսակցության գալ փողոց եւ պայքարել։ Եթե չլինի 2028 թվականին Հայաստան պետություն գոյություն չունենալու կամ հիմա կամ երբեք։ Երբ որ մարդիկ ասում են իշխանությունը կներեք, երբ որ ասում են իշխանության զոմբիներ, կներեք, ես այդ մարդկանց չեմ կարող համարել զոմբիներ։ Զոմբիները մենք ենք, ովքեր հասկանում ենք, որ մեզի տանել են ցեղասպանության, բայց լուր ու մոյն գնում ենք ցեղասպանվելու։ Կամ դուք են գալիս բոլորով պայքարի, առանց որևէ կուսակցության անուն տալու հանդեպ գալու դեմ այս իշխանության։ Ես քննում եւ պահանջում եմ բոլորից դուրս գալ։ Շնորհակալություն։ Ես կողմ եմ քո ասացին, հարգելի երիտասարդ, որ այո, թո դուրս գան փողոց, առանց կուսակցության, առանց ինչ-որ մի հատ բիզերի անուն տալու, դուրս գան ասեն, մենք ասում ենք ոչ այս իշխանությանը, ոչ այս ընդդիմությանը։ Այդ սաղիտ էլ ասում ենք սիկտիր եղեք։ Ես նրան կողմ եմ, բայց հիմա անդոր դժբախտությունը կրանեմ աննարան, որ ոչ մեկ հիմա դուրս չի գա, որովհետև պիտի ասեն առաջնորդն եմ, կամ չգիտեմ, կազմակերպիչ չկա եւ այլն։ Հա, ես հենց հիմա ասում եմ, ելեք, բայց մա չի լինելու։ Այ ուրիշ հարց, ես ինձ եթե Վախթանգ Ղուկասյանը ալի ազատության մեջ հլնի կազմակերպի կարող է դուրս գան, բայց հիմա ասես որ ասենք ելեք, ոչ մեկ չի հլնելու։ Եթե անգամ հիմա ինչ-որ մի խումբ էլ հլնի, անպայման սերժականները, ռոբականները, տաշիրականները գալու են, փորձել են այդ խումբը կառավարել, այդ խումբն էլ կամ այդ հոց բազմությունն էլ տենալով, որ ռոբականա, սերժականա, ասել ես չեմ մասնակցում, գնացի վերջ։ Այսինքն դե պիտի մեկը հլնի, որ հենց տեսավ ռոբական, սերժական, տաշիրական, մեկին ասի տոնը ծածացնեմ սիկտիր եղան հլը միած սուց։ Ու տվյալ անձը իշտի ու սիկտիր լինի։ Հասկանում եք, հիմա հետ պիտի գան թաքախվեն, ռուպրվեքանին ասեն չէ, գնացին քայլմենք, Ամիրյան, Թումանյան եւ այլն, Նիկոլ, Հերասիլ, ասել են ու գնաց Բագրատը ինչ արեց։ Հելավ քայլելով եկավ, խախպի տղեն, ուրիշ բարի արժանի չի, 65000 մարդ լցեց հանրապետության հրապարակը, մեզ միացել է Նազենին ծոցնի քեզ, 65000 մարդ դեմդ կայնացա հեչ, Նազենին իա 4 տակտակամասով մեջ, հա։ Կամ մեզ միացել արդյոք հիասթափած է ժողովրդին, սխրատար է տեսանելով, ու վսո պրծավ, հաջողություն։ Ալո։ Ամեն ժամանակ նավակից ես նորից գամ, մի րոպե ես նորից գամ, 15 րոպե լրացավ, մի րոպե դու խոսավ։ Ես 10 տարի հետո ես եկա ժողովուրդ ջան, այ, էդ իշի վրա կանգարա, ոչ, այդ միտինգը, հետո դուք լինելու կուրսավ, որովհետև ես հստակ ասում եմ, 2028 թվականին Հայաստան գոյություն չի ունենալու։ Դու ճիշտ ես Ես համաձայն եմ քո հետ ախտով։ Հեսա որ թուրքերը ճանապարհները, հեսա որ կոմունիկացիա բացը ախպեր, դրանց միլիարդերները ախպեր, գալիս են, այս օբյեկտներ, տներ, մեր հայերը կետն իրանց մոտ կաշխատեն, ես համաձայն եմ ախպեր, տարի, մենք կմաքրվենք, ով կպրախի, ով կմնա, էսի լավ բանի չի բերի, ախպեր, մենք էդում ենք Թուրքիայի տակ, ախպեր, ով ջոգում է էդի ջոգում, ով չի ջոգում իրա ջեբի փողի մասին է մտածում, Վարդան Ղուկասյանը այսքան վիզ դրեց, բայց էլի ախպեր, չի լինում, չի ստացվում, մեր ժողովուրդը չի, ասկերը չի բացում, ախպեր Ես վերադարձա ժողովուրդ ջան, ես տեղ եմ, այո, այս ժողովրդի մի գերակշիռ մասը մտածում է իա լափի մասին, իան չի տարկրում, այդ լափը ով է տալի, իա ստամոքսը կուստլի, թքած երկրի վրա է, զինվորի վրա է, բանակի վրա է, միջև մի գեղեցիկ օր, 15 թվին էլ ասենց եղել, 15 թվին էլ ասենց եղել, իանց լափի մասին են մտածել, անդե թուրքը կոտորել է, իանք թուրքական բանակին զինել են հակուստով, չգիտեմ ուտելիքով, եւ այլն վերջում ասում է կոտորին միլիոն ու կես, բոզիկ տակա չլնեք չկոտորվեք, բա հույները քիչ կոտորին, այդ չափերից իշոր հայերին, որտեղ համախմբան հելալ թուրքերի դեմ, սրա չէ, Արդահանում կոտորում են Էրզրում ներկայացավատալում, Էրզրում են կոտորում Զեթում ներկայացավատալում, այս պատկերն է եղել, այս պատկերն է եղել,
Ափսոս է սա, այդ ափսոս որ Գարեգինը հայ ա եղել, դրոն հայ ա եղել։ Հազար ափսոս։ Մարշալ Բաղրամյանը հայ ա եղել։ Մոնթեն, Վազգեն։ Հաջորդ հարցը։ Ալո, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Բարև ձեզ Վարդան։ Իմ անունս Ֆանտ է, ես սպյուրքահայ եմ։ Միաժամանակ Հայաստանի քաղաքացի։ Նախ դուր դեպ տեստիմեմ որպես իմ հարկանքս եւ սիրեց ելնելով որպես համ եղբայր Պարոն Ղուդասյան։ Որոնց ողջունում եմ ձեր ցավերը, որ բամբոմանսացեցի ձեր բոլոր հուզված ժամերը հայրենիքի համար, ձեզ բոլոր սիրողներին եւ բոլոր հայրենիքներին։ Բոլորը գալիս են ասում են, որ ես նախ չէի դիտում հայրերան լուրերը բաները չէի դիտում, բայց ինչ որ ժողովուրդից տեսնում էի բաները ձեր լայվերն էին դիտում, նայել, տեսա ոնց էլ օգնում մարդկանց իրենց հարցերը դուզեր եւ ոչ թե երի նման մի հատ խնդրոր դալով, մի հատ չեմ գիտեր ինչ գալով, երբ մարդուն իրավունքն է արդեն, բայց պաշտոնյաները, բեդաջան լեզակներում աշխատող եւ ուրիշ պաշտոնյաները դիտավորյալ պաշտոններու նշանակված անձերը չեն մարդու իրենց իրավունքը դառ նվաստացնում են, հոտնեցնում են, դաշատ վերց բեկեղած իրավունքը տենդրամատուկ չերետ մարդի ճար է, աղաչե մի հատ է դոշ շնորար։ Ես ասոր համար ձեզ աչաջից եմ, ավելին ասեմ, ձեր իջազեմ, որբեսի ամերիդյան որբեսի ձեզ աբորին իրալանքիտ ուսիկ է, սամանակարան տարանաչև իջազեմ, բոլորը այն կաղապարիտ ելերով, որ հայ ասը միջև այսօր այսպես նվաստացված վիճարում է ապրում, որովհետև իրաջան հայրենասեր խիջով ղերավար չունի։ Եվ այսօր է, ոչ նախկինների մասին, ոչ երդաների մասին, բոլոր ուժերից ոչ Վարդան Ղուդասյանի նման կամ Վարդան Ղուդասյանի դեսանցին չեն աչացել, ինչ պատճառով, շատ բաց պատճառով, որով իրենց պետք չէ այսպիսի հայրենասեր մարդ, իրենց պետք է ինչ որ մեկ մարդ, որ արգետրի շահերը առաջ տնե հայրենիքի Հայաստանի շահերուն վրա, և իրենց շատ արգիր են, որ տուր այդպեսի անչել, նրա համար նույնիսկ ես վստահ եմ, ավելի կամ վստահ եմ, որ նույնիսկ չեմ փորձել ձեզ օժանդարել, որով ոչ մի շանս չունեմ, որ դուք նրան համաձայն եք։ Բացի այդ միշտ տիրախավորում են իրենք ուղղարի բոլոր ուժեր մասին խոսում, բոլոր ուղղարի վախենում էին կարող է, որ ձեր գործվին։ Նրա համար բոլոր ժողովրդին քրքրող լվանում էին, բրային ոչ ենանում, հայոյում են։ Այս կամպարեր նշելով, Վարդան Ղուդասյանը հայվող է, այսինքն այդպիսի դպավորություն էին ուզում ձգել ժողովուրդին։ Որ դες տուն Վարդան Ղուդասյանի աչադիր ես, ամոթ ես, Վարդան Ղուդասյանը հայվող մարդ է եւ այլն, բայց չեն ասում Վարդան Ղուդասյանի ինչի է հայվում, Վարդան Ղուդասյանը ում է հայվում։ Վարդան Ղուդասյանը հայվում է այդ մարդոց, որ ժողովուրդին նվաստացնում են, նվաստացնում իրավունքը, որ առանց ավելորդ պատրաստ խոսելու հարկանքով պետք է դրամատրեն ժողովուրդին, չեն դրամատրում, բժշկարանարումով, բոլոր ворոտների մասին է խոսքը, ժողովուրդին նվաստել, քաղաքացիներ ածախքերուխը զարնում է, նեղվում է, ստրեսի դարի ապրում, եթե ինչ որ մարդ, ամենը դեսնալով չի կղայնանում, ես հետո ասում եմ, հաշտերիս, որ երկրի քաղաքացի ես, ոնց ես չղայնանում, երբ որ քու երկրի քաղաքացիին նվաստացնում են, մի հատ այդտեղ մի գետի վրա ես ստեղծանանում, որ Վարդան Ղուդասյանը հայոյում է, կամ բոլոր քաղաքացիները նույնիսկ, հիմա որ նույնիսկ երբեմն ինչ որ կարող է ինչ որ մի տեղանց լինի, ամա չէ ես Վարդան Ղուդասյանի աչաջից եմ, որ այդ բանով, որ Վարդան Ղուդասյանը հայոյում է, արգելիներս, դուր ամաչելու ոչ մի բան չունեք, դուր պետք է ամաչեք, երբ որ իրավունքին եւ արդարին գործը չգանքնեք, երբ որ հայրենիքի գործը չգանքնեք, միան նրանից պիտի ամաչեք, եւ ումից է դամաչում, այդ մարդկանց փոխկապ ունեն, եւ այսին դարվա մեջ պետական լեզակներում մեջ իրենց ընտանիքին ինչ որ մեր աշխատում է, ինչ որ բաժնում, ինչ որ նրա համար այդպիսի բաներ անում, որ ժողովուրդը չգանքնի նոր իսկական ղեկավարի հետ։
Ես անցամբ աջանադես եղած եմ ինչպես բոլոր ճամփաներում ժողովուրդը Վարդան Ղուդասյանի լայվերն էր դնում։ Ոչ մի անգամ չեմ տեսել ուրիշ մարդոց լայվի հետևով անց։ Ոստի դուրսների արդյունքներն էր ինձ համար շատ հետաքրքրական էր։ Սահմանադրական թադարանի որոշումը շատ ավելի հետաքրքրական էր ինձ համար, շատ շերավելի։ Ոնց չկա սահմանադրական թադարանը ընդունի որ ընդդեղձիկները ջամ ինչ որ բերարան ռեսուրս չարաշահելը եւ եթե եղած երամ չեղած չեն աստած ընդդարան արդյունքների վրա հարգելիս եթե չեն աստած ուրեմն թադարանը պետք է նախաձեռնությամբ հրահան տա այն մարմիններին որովհետեւ շատ արագ սպառեն այն միացանտիը որ այս բոլոր այն քաղաքական ուժերը որ այսօր պարլամանտ մտան այսինքն մանդատներ վերցրեցին կամ պիտի վերցնեն պարլամանտ մտնան այդ բոլոր բերական ներեք բարոն Ղուդասյանը այս բանը դե ավարտեմ ես որովհետեւ սպուրկայեմ շատ հանդիպ չեմ կարողանում ստե հայերենը խոսել ուրեմն այդ բոլոր բաները մարտի դեպքում ալո Շարունակեք, լսում եք։ Շա, այդ բոլոր ղեկավարները որ խոսում է։ Շարունակի։ այդ բոլոր ղեկավարները որ մեղադրանքեր էին հնչեցնում, որ մեկ կողմը ճաշարք է բաժանել ժողովրդին, մյուս կողմը ինչ որ ընդդադեղդիկ է արել։ Ուրեմն այս բոլոր անձերը այս իրենց հայտարարություններով քաղաքացիական բادرազմ էին հրահուրելու։ Շատ հավանական էր որ քաղաքացիական բادرազմ էր եղել։ Հիմա այս մարդոց ով է տադելու։ Եթե սահմանադրական թադարանը գամուրի տադելու, Վարդան Ղուդասյանը պիտի գա որ տադի, ուրիշի եթե թադարանները կաշեկի մեջ են։ Եթե թադարանները ինչ որ հիմա հրան չկան բեդարան այդ մարմիններին որ սպառվեն այս կոդը ուրեմն իրեն իմանալով որ այդպիսի բան նույն մարդիկ են ում հրահանգ տան ում այս խրկադակները ում ես ապրելով Հայաստանի Հանրապետությունում չեմ գարա բարոն Ղուդասյան մանկոզել բոլոր ժողովուրդը Չէ, բոլոր ժողովուրդը լա ընդրություն, լա ինտիմատիվներից, լա իշխանության կողմից ճամփաներն են թափել, արդարադատություն են փնտրում, Եթե իրենք, որ իշխը 80 դոլարից իբր հավաքել են, 80-ից իբր հավաքել եւ իրենք կողմ են եւ արդարադատությունից իրավաբան մարմինների ճիշտ աշխատելուց ես հիմա իրենց ցերկը ինչ որ արիք չեմ դալու որ ինձ վնաս պատճառենելու նրա համար ստիպված եմ կուլտուրական խոսքի բարոն Ղուդասյան եւ այդ բանից ելնելով ես մեկ հույս ունիմ որ բոլորս պետք է այդ հույսը եւ չկաշկին այս եթրի մեջ վերջի բարոն Ղուդասյանի նման բարոն Ղուդասյանի աչքերիցների նման Այս եթրի մեջ այլևս մեր հարավերները պիտի անի երկու մեր հարավերները պիտի չանի 15 պիտի չանի 1 պիտի չանի 2 վրիպատների դա բեդարան բաստոնյաները անուշատ Eduktan անաստաբես խոշոր չափերով վնասներ են պատճառում հետո քալիս ասում են անուշատությամբ է սպադը անուշատությամբ են պատճառ անուշատությամբ բեդարան բաստոնը սպառեցնող անձը երբ որ անաստաբես խոշոր վնաս է պատճառում էդի պետք է շատ կարևոր բանով դիտի որպես բեդարան թավաջանություն եւ վերջին մեծեր եւ ավարտեմ ուրեմն լա հիմա մեզի բանի արժև են տվել տարբերակի արժև են տվել կամ ասում են որ մեր ադապտացիոնին սուտի բաժերի հպատարության դա պետք է ապրենք կամ ռուսի բանի դա շուկին դա կամ Եվրոպայի արևմտյայի այլն կամ բոլորի միասին մենք բոլոր Վարդան Ղուդասյանին աշխատիչները եւ բոլոր հայրենասեր քաղաքացիները մերժում են այս բոլորը մենք ունենք մեր Հայաստանը մենք ունենք մեր գործված հայրական դարածները եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին կամ ուրիշ դարածների մասին մենք հստակ Սևրի պայմանագրով նախադեсված դարածներ ունենք գործված եւ նրանից առաջ մենք ունենք ոչ մեկ ուրիշին դալու դարած
Այլ անելիք ունենք, որը մեզ այսքան Հայաստանը չի պահում։ Մենք ոչ մեր ճշնամություն էլ չեն ուզում ունենալ, բայց մենք մեր իրավունքներն ենք պահանջում։ Եթե ուրիշը ուզում է ճշնամություն ունենալ, պատերազմի դեր, մենք միջև վերջ պատրաստ ենք պատերազմելու, նահանջելու դեղ չունեն, այլ ընդդեմ չունենք։ Այսքան բան։ Շատ մերսի ձեր հենց շատ շնորհակալ եմ, շատ տեղի, շատ նորմալ։ Վարդան Ղուկասյանը հայոյող կերպար չի եղել, Վարդան Ղուկասյանին այս իշխանությունը, այս ընդդիմությունը, այս ժողովրդի, այս պաշտոնյաների գերակշիռ մասը սարքեցին հայոյող։ Եվ մարդ պիտի առնվազն լինի, որ այս ամենը տեսնի եւ չհայոյի։ Եթե մի մարդ բռնաբարում այն բանակը, երկիրը, տնտեսությունը, այդ մարդուն հայոյելը քիչ է, այդ մարդուն պիտի հայոյանքդ իրականացնես, ոչ թե մենակ ասես, այլ նաև իրականացնես, որ այտենց բոլդի տղեկ այլևս չառաջանա։ Հասկանում եք։ Ես հայոյել եմ, պիտի հայոյեմ, իրանք ուզում են կուլտուրական, հենա հիմա ընտրել են կուլտուրական, դե հիմա թոքնան կուլտուրական գլը անեն, տենամ հիմա The caller has hung up. Ալո, հա, ես վերադարձա, ուղղակի ձայնագրության հետ մնա խնդիր էր գնում, կապը ես նորից գնացի զանգեցի հետ եկա եւ այլն, հաջորդ հարցը ժողովուրդ ջան։ Բարև բոլորին։ Բալուս։ Լսում ա ձայնս։ Լսում, ասա, երիտասարդ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն նախ ասեմ, որ ձեզ ճանաչել եմ 44-րդ ժամանակ պոստերում գտնվելուց ինձ ձեր մասին պատմեցին, ծանոթացա։ Սկսած այդ ժամանակվանից հետևում եմ ձեզ։ Նախ ուզում ասել, որ շնորհակալ եմ ձեր ցանկացած ասացի տակ, ձեր ցանկացած ֆուրի տակ, քննադատության տակ, մի խոսքով կողմ եմ ամեն ինչով։ Դառնամ եկամուտ խոսքերի ճառաջ, որ ասում են բոլորս պետք է դուրս գանք դուրս, առանց առաջնորդի, ինչքան էլ դուրս գանք առաջի քայլից հետո տապալվելու է, որովհետև չի լինելու ոչ մի հստակ քայլեր անելու։ Իհարկե։ Այո, տապալելու են, վարքենական տապալելու են։ Այո, համաձայն եմ։ Վարդան Ղուկասյան գոնե լինի 1000 անգամ կներես զինվոր ջան, Ազնե պիտի Վարդան Ղուկասյան գոնե ելնի ինչ մի հատ տեսախցիկ առաջ նստած ուղի հետի, որտեղ նա ինչ մի հատ ղախ պիտղա ռոբա սերժական հայտնվում է, տեղու որրո բերանը մեկն ու սիկերի, որտեղ մարդ չկա։ Հիմա ասեք Մասիսի Դավոթ, այն Մաքսա Վասիլևնայի պես են։ Գա կանից է ժողովուրդը տենա կամ Գյանոսյան Լովայի դեմքը, կամ Դոդի Գագոյի դեմքը վերջացավ ասելու են, ես գնացի տանելով։ Էլ չի ասում, ախր ես բոզի տուն ես գնկեմ տուն։ Ես չեմ էթն տուն։ Հասկանում ես, այդ համաձայն եմ, լրիվ համաձայն եմ, բայց շարունակեմ, անդրադառնամ հաջորդ խոսնակին Շանթանով ու նաև մնացածի։ Զուտ ուղղակի նստել սպասելով թե եւ գալու Վարդան Ղուկասյանը ուզող հարցերը լուծում միանգամից։ Տենց չի լինի, թե հիմա թե հետո երբ Վարդան Ղուկասյանը գա, այդ ժամանակ ինքը մեր բոլորի օգնության կարիք ունի, ոնց որ մենք իր օգնության կարիք ունենք, ցել ինքը մեր օգնության կարիք ունենալու է։ Դրա համար ինչ որ հստակ քայլեր պետք է, ինչ որ բաներ անել պետք։ Զուտ ուղղակի խոսելով ոչ սալավը չի դառնա։ Հիմա այս պահիճությամբ ճիշտն ասած, պարոն Ղուկասյան, կուզեմ ասեմ, որ ընթացքում տեսել եմ, մասնակցել եմ հավաքների, ժողովների, կուսակցության հավաքների, շատ անգամ տեսել եմ կազմակերպ բաներ, բայց ոչ թե կազմակերպիչների կողմից, այլ մասնակիցների կողմից, բավականին գոհ եմ կազմակերպիչներից, կապի մեջ եմ, մասնակցել եմ, փորձել եմ աջակցել ինչքանով կարամ, հարցը դա է։ Հիմա այս պահիճությամբ ունեմ մի հատ առաջարկ ու կուզեմ հետագայում լսել եւս ինչ-որ քայլեր, որ պետքա ձեռնարկենք։ Ուրեմն, ասածս ինչն է, ընտրություններից առաջ, երբ որ խոսում էի մարդկանց հետ, հասկանալու, անդրելու, ինչ պատճառով եւ այլն, փորձում էի ոնց որ իմ առաջ տանեի, մեր խոսքը, մեր քայլը առաջ տանելու, հասկանում էի, որ նամանավանդ ուսանողների ուղեղը լվացած է, որ մաքսիմում ինչքան հնարավոր է։ Ու ոչ մենակ ուսանողների, նաեւ թոշակառուների, ու այն մարդկանց, ում կարեցել են ազդեցություն ունենան։ Մենք դա չենք կարողանում կազմակերպել այնքան ինչքան որ պետք է, անում ենք, բայց անում ենք քչով, անում ենք քիչ ռեսուրսներով, մի հատ պարզ օրինակ
չեմ կարում մարդկանց ցույց տալ կամ ինչ-որ բան դնեմ, որ լսեն ձեր խոսքից, որովհետև մենք չկա շատ հայհոյանք։ Նորից եմ ասում, ստորագրում եմ ամեն ասացի տակ, բայց ավելի լսելի դառնալու համար, ավելի լայն աուդիտորիայի համար պետք է ունենանք ինչ-որ մի քիչ ավելի ուրիշ ժարգոն։ Ես գիտեմ, որ դուք գիտեք դա, ես գիտեմ, որ դուք կարում եք դա, ձեր չափ գրական երևի Հայաստանի կեսից ավելը չեն կարող խոսել, բայց ոնց որ մի ժամանակ ունեիք երկու ծրագիր, մեկը, որը ընդհանուր Հայաստան էր վերաբերվում, մյուսը մենակ Երևան էր ոնց որ վերաբերվում, կարելի է կազմակերպել տենց էլի եւս երկու լայվ, շուտով դուրս է գալու միանշանակ, էլի ունենանք երկու լայվ, որը որ մեկը հասանելի կլինի մեզ բոլորիս, մյուսը կկարողանանք տարածել ավելի շատ։ Հարգելի, պատվելի իմ անուշ ապեր երիտասարդ, ես հիմա ձեր հարցին, ձեր առաջարկությանը պատասխանեմ, ուրեմն լսեք։ Ես չգիտեմ դուք ում հետ եք խոսել, ոնց եք խոսել, ինձ եք խոսել, չեմ կասկածում բավականին գեղեցիկ ձեր առաջարկությունը արեցիք, զգում եմ գործունեն կրթված մարդու հետ։ Հիմա այն անձնավորությունը, ով որ ասում է, ես չեմ լսում, որովհետև նա հայոյանք է տալիս, եւ չեմ կարող իրեն ընտրել։ Հիմա այդ անձնավորությունը X պայմանական տալը դնեք վերգուշ։ Այդ վերգուշը ում է գնացել ընտրել։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Եվ վերցնենք Սամվել Կարապետյան։ Սամվել Կարապետյանը խոսալ կարեմ ա։ Անգլիացիություն անավորում։ Այսինքն ում է գնացել ընտրել վերգուշը։ Սամվել Կարապետյանին, պիտի Սամվել Կարապետյանը խոսակից ամեն ընտրել, իհարկե ոչ։ Չի կարասիկ լավ է խոսում դրա համար։ Գնացել Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը գրական ռոպե բառը մարդը չի կարում ասել, այդ մարդը խոսալ չգիտի, դա ռետոր չի, դրան ընտրել, իհարկե ոչ, դե դոդի գագույչ, իհարկե ոչ, անցանք էլ դրա մասին բավշե չենք խոսում, Նիկոլ Փաշինյանին է ընտրել, որովհետև, այո, Նիկոլ Փաշինյանը ռետոր է, խոսալ գիտի, բայց ոնց է խոսում, խժալով, ճվալով եւ այլն, սաղի խապելով, այսինքն, եթե մի մարդ այդ ասարցիմենտը նայելով Արման Թաթոյանին, այդ հայաչիչացին, այն մեկնով էր Գուրգեն էր, Գագիկ էր, եւ ասքի, չգիտեմ դիգով էր, Գագիկը, այսինքն նման մարդիկ պատրվակ են բռնում, ուղղակի պատրվակ, որ այս մարդը քֆուր է տալի, ոչ, այդ մարդիկ, այդ քֆուրի պատրվակից են կախվում, ես նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ նորմալ գրական լեզվով մեկ շատ չտկատեցիք դուք ներկայացել էի ծրագիրը եւ մարզային եւ հանրապետական եւ բազմաթիվ անգամ Վարդան Ղուկասյանն ապացուցել է որ ինքը փայլուն կերպով տիրապետում է եւ հայոց գրականությանը շնորհակալություն երջանկա հիշատակ ուսուցիչներին եւ ողջ ուսուցիչներին եւ փողոցային բառապաշարին եթե ես միայն տիրապետեի փողոցային լեքսիկոնին իհարկե ես այսօր չի կարող մրցել այսպես ասած, հա, եւ դուք չի կարող, բայց Վարդան Ղուկասյանը տիրապետում է երկու լեզուն եւ պիտի տիրապետի։ Այն մարդիկ ովքեր ասում են հայոյանք է տալի, եղբայր հայոյանք է տալի, դու հայոյանքից ազդվում ես, ուրեմն գնա հիմա այդ հայոյանքը քո վրա կկիրառել։ Քեզ կթողան առանց ջուր, քեզ կթողան առանց տուն։ Պես, ընդամենը մի քանի օր առաջ ընտրություններն ավարտվեցին, մի սուրումար պլակատները դոշին հելան հայտնվան փողոցին, ասին մեզ հանեք ցելեն դուրս։ Իսկ վարդ հարկադիրն եկել է տվելա քամակներին գցելա դուրս սպիտակ մազերով միած կնիկ էր խոսում ղեկավարն էդի ես բայց սպիտակ մազերով տիկին Վարդան Ղուկասյանը ներկայացրել չի նախընտրական ծրագիրը որ եթե դուք բանկերին պարտք եք իսկ դուք բանկերին պարտք եք այլևս հարկադիրը չի գալու ձեր հետևից արգելում եմ պետական ապարատը չպիտի գա մասնավոր բանկի համար ծառայություն մատուցի ասում Երեխու սոսկի են, բանը գրեշկի են, զավարը, տելևիզորը, խալադելնիկը տունը վեկալում են կոզերից։ Չի լելու տեզման, բանկը տվել է, թորիսկերը չի գնացել, չտաշ։ Վերջացավ, այդքանից հետո գնացել է կտրել է կույշին, հիմա ասեք մեզի հանինքսին ձուս, ճիշտ արեցին, պիտի պալակեք, տակ սատկեք, ճիշտ արեցին, գյուղացին, ասում է դու քո բերքը չես կարնալու ծախես, գյուղացի, ոչ խաշ, խոտակ ես, դու Նիկոլին մի հավատաս, չէ, ընտրեց Նիկոլ, ընտրեց, հիմա ինչ անեմ, բերքը մնաց, ասում է, ծիրան են կարտահանել Եվրոպա, սատի տուն ու տեղը, թե դու ծիրան ես արտանել, հետո պարզան, որ սուտ ես, էտ էլ էր սուտ, հիմա գյուղացին որն ընդհատելու
Պարոն Ղուկասյան, լրիվ համաձայն եմ ձեր հետ, տանում եմ միջև ձեր ասածը, պետք է եղած տեղը խոսում եմ նույն բաներով, նույն բռնապաշարով։ Ուղղակի դա մի հատ գործ է, որը եւս թույլ կտա էլ ավելի շատ այն ժողովրդին, ովքեր խարացած են, չեն հասկանում, եւս մի հատ լեզու է բացատրելու, եւս մի հատ գործիք է իմ համարում, մեր համար, ովքեր որ այդ ամեն ինչով զբաղվում են, ավելի շատ այդ մարդկանց ուղեղը մտցնելու համար, դալբի տանելու համար, հա, ոնց ասեմ։ Հիմա չորեքշաբթի օրը Ասես բան ասել, չորեքշաբթի կարող է լինի ամեն հավանականությամբ ԱՄՆ դեսպանատան առաջ ականջիսասավ կուսակցությունը որ բան է կազմակերպում, պիկետ, ակցիա, բողոքի ակցիա, որպես ամերիկյան կառավարությունը տեսնի, որ մենք դեմ ենք այն դատավորին, ով որ մեզ այսպես ասած իրականացրեց մեր դատական process-ը, այդ 7-8 ամիս ձգեց, խախտեց, վերջում էլ որոշումը կայացեց, որ պիտի միացանագներից հեռանաս, անես դատական նիստարեց, որ գնաց վերաքննիչ դատարան, ասել ինչ խայտարակությունը նորից հետ են ուղարկել։ Հիմա կուսակցությունը, այ որ ասում ես ակտիվ կա, սել երիտասարդ, ուզում է պիկետ կազմակերպի, որ մենք դեմ ենք այդ դատավորի, որ այդ դատավորին նորից չբերեն փաթենի վզին, չնայած ես էլ եմ դրան դեմ։ Այ նաև ճիշտ կլինի, որ օգտվելով արդից դա էլ ասեմ, այն մարդիկ, ովքեր որ ուզում են հնարավորինս արագ Վարդան Ղուկասյանը դուրս գա, հիմա կուսակցության էջում Տելեգրամում կտեղադրի կուսակցությունը օրը ժամը պիկետի կան այդ ակցիային մասնակցեն, որ մենք դեմ ենք այս դատավորին։ Մի բերեք փաթեք Վարդան Ղուկասյանի վզին, որ մենք հնարավորինս արագ դուրս գանք, հեռանանք այս երկրից, հեռանանք, մենք ուզում ենք հեռանանք, գոհ ենք, շնորհակալ ենք, մենք տաղանդ չենք ուզում։ Ես հնարավորինս արագ ուզում եմ դուրս գամ, որպեսզի կարողանամ այս ամեն ինչը համակարգել նորից զրոյից դնեմ, հարկեմ իարգելուկ տենամ կստացվի, թե ոչ, թե արդեն մենք ուշացել ենք պոեզդ ушел։ Այս վիճակն է։ Իսկ տոպոյի մարդու դու էլ չես կարա բացատրել, ինչքան ուզում ես ասա։ Իան լավ է պետք է, ինքը փողի ծերը տենամա, ոտ էտակը թուլնամա, թեկուս 20,000 տնամ։ Այսօր կուտի վաղնելի կմնա սովաս, կակասի Վարդան Ղուկասյան, լիստը սանջատել են, կոյուղները տրակել են, չգիտեմ, երեխուս բխոշտանգել են, մետերեղի, Վարդան Ղուկասյանը կասի փողնումից ես եկալ է, տաշիրից, հիմա գնացա տաշիրը տեղել, տաշիրի խեռը տեր կլնի քեզ, որովհետև փողը տվել է, գնաց հետևից, այդ տաշիրը ինչի կու դարդո պիտի տապակվի ոչ, պիցացա խողը, քո դարդո պիտի տապակվի ոչ։ Այսպես ընտրությունից ընտրություն դրա համար ստեղ ընտրությունով հարց չի լուծվելու։ Ես դա արեցի նրա համար, մենք գնացինք, որպեսզի ապացուցենք Եվրոպայի, ընտրությունը ստեղ ընդամենը կփրկի հեղափոխություն, փողոցային հեղափոխություն։ Այդտեղ արդեն կազմակերպիչ է պետք, ռադիկալ ուժ է պետք, որովհետև ընդդիմություն պարլամենտական այսօր գնացի մանդատները վեկալը, նրանք չեն կարա դուրս գան փողոց։ Հելա նույն րոպեին անդոս կագեբիս, սաղին ծծծնելով կկողի ծակերը, ոսը չի կարա խոսա, կամ Անավարդապետյանը, այդ ագարկեն կոռուպցիայի մարմնավորումը, իա դլոյով կտաշի Սամոյի դեմքը, ըրցավ, ենքան տակը կակկա, իսկ Վարդան Ղուկասյանի դեպքում ոտերը սկուտ են, ինչի մեջ տիմերած են, կվոր եմ տանեմ քիչ եմ անում, պիտի էլի տամ։ Այսից, հաբը։ Պարոն Ղուկասյան, հալո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես երկու բառ ուզում եմ ասեմ։ Ասեք։ Հաջողություն եմ ցանկանում ձեր գործերին։ Շնորհակալություն։ Առաջինը։ Երկրորդը, որ զգուշ եղեք, որ հանկարծ ձեր կյանքին որևիցե վնաս չտա։ Այս ազգի մեջ, ես 3 տարի առաջ եմ եղել Հայաստանում, ես ուրիշ տեղ եմ ապրում։ Այս ազգի մեջ այնքան շահամոլ են դարել։ Գնում ես Հայաստան, նայում են, թե ինչքան փող տաս։ Դրա համար էլ ես պատասխանատուն, հիմա Վարդան Ղուկասյանի կյանքի եւ անվտանգության պատասխանատուն Միացյալ Նահանգների կառավարությունն է։ Ուզի թե չուզի, իրանք են ինձ ապօրինաբար պահում ստեղ։ Այս Հենդերսոն կոչված համակետոնացման ճամբարում։ Վարդան Ղուկասյանի դեմ մի բան պատահի, պիտի ձեր պատասխան տա։ Իրանք են ինձ դրա խոշտանգում ստեղ։ Ես դա հասկանում եմ, բայց ամեն դեպքում պատասխանատու կարող է եւ չգտնեն։ Ոնց եղավ, ինչ եղավ։ Լավ, դրա մասին չշարունակեմ, ուղղակի ասեմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ է մնացել, որը թասիբ ու նամուս ունի։ Ես դա իմ կարգի վրա եմ զգացել։ Փողի համար ամեն ինչ կանեն։ Դրա համար էլ ես դրությունները ցենց եղավ։
Ես The caller has hung up. ասում եմ երկված զինվորական ճանապարհով։ Դրա համար նրա վրա ինչ որ գործ սարքեն։ Դրա համար եմ ասում։ Իսկ եթե դուրս գա, ժողովուրդ, մենք այստեղ ենք, խնդրում եմ հաջորդ հարցը եւ ավարտենք։ Մեր ժամանակը։ Լավ, թող հարց տան, ես ասեցի իմ ասելիքը, թող հարցը տան։ Շնորհակալություն, ձեր ասելիքը ձայնագրվեց կտեղադրվի։ Հաջորդ հարցը եւ վեր ժողովուրդ, մենք վերջի 15 րոպեն է։ Ալո։ Ես ուզում եմ օգտվելով առիթից ասեմ, որ մենք չենք վհատվում, չենք հանձնվում, չենք կոտրվում եւ այլն, որովհետեւ սրանց ուզածը դա է, թե այսպես կոչված իշխանության, թե այսպես կոչված պարլամենտական ընդդիմության, այդ ուզածը դա է, որ այն ռադիկալ մասան կոտրվի, իրանք ջան ասեն, ջան լսեն, շարունակեն լափեն, իրանք բիզնեսները վերականգնեն, գիտեն տեր կայնեն, իրանք առևտրին, թուրքերի հետ սկսեն ավելի լայն առևտուր, լայն հնարավորություն եւ այլն։ Սրանց այսպես կոչված այդ պարլամենտական ընդդիմության կամ դրանց այդ սատարող այդ մանր մուներեն կուսակցություն գանդոնիկներին չի հետաքրում երկրի ճակատագիրը, բացարձակապես։ Ինչ-որ մի բան փոխեն, ինչ-որ մի պաշտոն, ինչ-որ մի տենդեր եւ այլն, մնացած տոյասաֆեր են, ռադիկալներ իրանք հով հագիստ ապրեն։ Բայց ռադիկալների ոտերը կերել են, ազգայնական արմատական այդ ուժերը ընդդիմադիր այդ ուժերը հիասթափվող չեն, կոտրվող չեն, նահանջող չեն։ Իրանց մուրազը իրանց փորը կմնա, բայց իրանք էդի չեն տենա։ Այդ է քան ես սաղ եմ։ Կմեռնեմ հետո Աստված։ Ես կոտրվող տեսակ չեմ, բրծավ։ Ասելու բան ունենք ուրիշ հարց։ Պարոն Ղուկասյան։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեք, մի քիչ արագ։ Ես կողոց հետևում եմ ձեզ, ձեր կողմնակիցում, ձեր կողմնակիցն եմ, ես մի բան ասեմ, մեր հալոց ուխտը մեր դեպլական ժողովուրդն է։ Դուք չեք պատկերացնում, ավելի ճիշտ լավ էլ պատկերացնում եք, թե շրջանի դեպիլացել մեր ազգը։ Մենք մինչև այդ դեպիլների հասցեն ոչ մի բանը չի կարելի, հնարավոր չէ կազմակերպել։ Այս ազգի մեջ կան դեպիլ, որտեղից ես ուղղակի ապշում եմ, դեպիլ մարդու հետ ինչ հեղափոխություն են ես։ Ինքն է բացադրես այս մարդկանց, որ դուք սխալ եք կամ չեք հասկանում այս կառավարության կատարածը։ Ես ձեր հայրենիքների հետ կապված այդպիսի բան եմ ասել։ Ես այսպիսի լոզունգ ունեմ։ Ավելի լավ է հայույելով երկիր փրկել հայ մնալ, քան տեսարդիկներ ցույց տալով քրկանալ ու երկիրը հանձնել։ Խորհուրդ կտամ բոլորին դեպիլների համար այս բարակաբակցությունն օգտագործել։ Ողջույն ձեզ, համբերություն, մենք ձեր հետ ենք։ Այո, շատ զարմանալի է, որ Սևակ, Շիրազ, Պարոնյան, Կոմիտաս, Անդրանիկ Օզանյան, Նժդե, Դրո, Մոնթե, Վազգեն ունեցող կյաշ ունեցող ազգը ունի նաև նման դեպիլ շատ մեղմ ասած, ունի նաև ստահակ բոզի տղեկի հազարանգամ ներողություն։ Նայում ես, ասում ես լավ, այս մարդն էլ հայ, Նժդե, Սևակ, Շիրազ, Չարենց, եւ այլն, այս սրանք էլ են հայ։ Վեկալեմ նայում ես Տաշիս, վեկալեմ նայում ես Պարուս Սևակ, նայում ես Դոտ, նայում ես Հովանես Թոմանյան, նայում ես Ռոբերտ Քոչարյան, նայում ես Կոմիտաս, նայում ես Նիկոլ, նայում ես Ազգեր Սարգսյան, ասում ես ո՞ց կարա, էլի, ո՞ց կարա։ Բայց հետո երբ որ մի փաստացում ասում ես խնդրեմ, Գրետա մայրիկը Վազգեն Սարգսյանի մայրը, ծննդաբերել է Վազգեն Սարգսյան եւ ծննդաբերել է Վազգենի քուր Արամ Սարգսյան։ Խնդրեմ, նույն արգանդը, նույն հայրը, նույն մայրը։ Արաջան ո՞ց հաստատվում սենց։ Չես կարող։ Գենետիկ Ղուկասյան, ինձ թվում է, կներեք ընտրել, ինձ թվում է մեր ազգը գենետիկ մուտացիա է գնացել։ Իմաստով ես ճիշտաբանորեն եմ ասել, գենետիկորեն մուտացվել է, մեր ազգը դեբիլացել է։
հետո իսկի մի բան, դուք մի անգամ ասեցիք, թե որ գաճիշխանության գուլակներ եք սարքելու, այդ տերբիլներին զարին հավաչեք լծեք ստերիլիզացրեք, որպեսզի չբազմանան։ Մեր թուրքությունը դա է, ես ուղղակի աստված եմ կանչում, թե դուք եփ պետք է մի հատ գուլակ սարքեք այդ աբարանին Գուլակ, 37 ես ազգին։ Այո, հավաչեք լծեք դուց։ Այո, հավաչեք լծեք այդ տերբիլների տեղ զրգեք բազմանալու բարս բունիմաստով բազմանալու իրավունքից զրգեք ստերիլիզացրեք որ չբազմանան դոնց վրա մեր ազգը վերջանա ցեցիկ հայոց ողբն է խորենացու գրած հայոց ողբն դերներն են ես ուղղակի ապշած եմ որ մի ֆինանսի ազգի մեջ ես կամ դեր Այդ նույն բանը արեց ինձ իրա գանձին որ վեկալավ Սերտաջում արեց որ էլ չբազմանան այդ դաուները չբազմանան խեղճ կգա վեկալան գյուլին վերջում նույն բան արեց Հնդկաստանի վարչապետը ժամանակին Որտեղ զգաս որ ձերից է թեմա երգիրը Հիմա նույնը ստեղա ձերից գնա Չես կարող հասկանալ նույն արգանդը ով կարա բերի գրետ ես խորին հարգանք ունեմ այդ երջանկայշացա կնոջ նկատմամբ Բերեց Վազգեն Սարգսյան ու բերեց Վազգենի քույր Արամ Սարգսյան նայ մասնով ոնց էլի ոնց Էդի խոմ նույն հետո մերն էին Չկան հասկանում լավ իջևից է շնորհակալ եմ շատ հետաքրքիր ասած բան ստացեց հարցապատասխան չկա այսօր մի քաղաքական գործիչ դաշտում որ sense մտնի բացի բաց ժողովրդի հետ բաց ճակատով յուրաքանչյուրին հնարավորություն տա խոսելու արտահայտվելու եւ ասած բաց հարցապատասխանը չկա հիմա այսօր թո տաշիրը թո ռոբիկը մտել են պարլամենտ այդ դժբախտները դե մյուսները գնան sense հարցապատասխանի ժողովրդի հետ բացառվում դա խոսա չգիտեն ու նա հարցապատասխան Իսկ նույնն Նիկոլն է սորեն էլ Ռիշյանի գնա բացի բաց հարցապատասխանի այդ ու այսքան խափելուց հետո այսքան պետական դավաճանություններից հետո այսքան երկիր նավերից հետո գնալ նորից Նիկոլ ընտրել ես չգիտեմ ինչ է կատարվում ինչևից է բայց սրա դեմ հակաթույնը կա հակաթույնի անունն է Վարդան Ղուկասյան ես որ բանում է ուսանող ժամանակ մեզ հետ ծանոթացեցին այդ անտիգյուրզինի հետ, որին պահում էին խալազերնիկում, անտիգյուրզին, այդ հակաթույնը, հիմա ես եմ այդ հակաթույնը և պահում եմ խալազերնիկում, և հուսամ այդ օրը շատ մոտա, որ մենք այդ խալազերնիկից դուրս գանք։ Շատ շնորհակալ եմ բոլորից, եթե մեզ հնարավորություն բանձեռվեց, մենք ևս եկող Կիրակի կազմակերպենք հարցապատասխան, որպեսզի մի փոքր ավելի ակտիվություն պահպանենք ժողովրդի մեջ եւ հասկանան, որ ազգը դեռ չի վերացել։ Այսքանը ամեն հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Հաջողություն, պարոն Ղուկասյան, հաջողություն։